Բարև ձեզ, այսօր շաբաթ է եւ մենք ավանդաբար ամփոփում ենք անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես մեր նախորդ հանդիպումից անցել է մեկ շաբաթ, այս ընթացքում հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան, շարունակվեցին, Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր անթակույց հարձակումները կաթողիկոսի ուղղությամբ, Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, Իրանը պատասխանեց, Հայաստան դաշինքն էլ հայտարարեց, որ պատրաստ է տրամադրել իր 28 ստորագրությունները իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, սակայն դա չգոհացրեց ձեզ, ի՞նչն է պատճառը։ Դե պաստորեն հարցը ավելի շատ վերջին իրադարձությաններ վերաբերում, հասկա զրույցը դրանից ենք սկսում։ Այո։ Ոչ թե չգոհացրեց, այլ շփոթություն առաջացրեց, որովհետև մի պահ անկեղծ ասած ինձ էլ էր թվացել, որ Հայաստան խմբակցության պատգամավորները միացել են անվստահություն հայտնելու գործընթացին, որովհետև ես այդ օրը հարցազրույցի էի, դուրս եմ գալի, հեռախոսը միացնում եմ, տեսնում եմ Սեյրան Օհանյանի հրապարակումը պատգամավորների ազգանուններով, ստորագրություններով, որ գրառում որ մենք միացել ենք, ունեց մի պահ ոնց որ շատերը ես էլ էի ոգևորվել։ Ու հետո նույնիսկ գրառում արեցի, որ ինչ լավ է, որ ավելի մեծ թվով պատգամավորներ են միացել այդ նախաձեռնությանը, հետո պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, այսինքն Հայաստան խմբակցությունը չի միացել այդ նախաձեռնությանը, լսեցի տարբեր պատգամավորների ճեպազրույցներ, այդ թվում Իշխան Սաղաթելյանի, ով որ ներկա էր եղել Հայկ Մամիջանյանի հետ հանդիպմանը, Սեյրան Օհանյանի հետ միասին եւ պարզվեց, որ չէ, նրանք ընդամենը վերացական մի հատ հայտարարություն են արել, որ իրանք պատրաստ են ցանկացած պահի միանալու բան, այն ամենը ինչ որ իրանք մեզ դա ասում են դեռևս 2022 թվականից, բայց իրականում դա չի։ Դա իրավական process է եւ եթե կա ազգային ժողովի որոշման նախագիծ եւ եթե որևէ այլ պատգամավոր ցանկանում այդ նախագծի միանա, ուրեմն պետք է միանա այդ նախագծին, այսինքն եթե իրանք իսկապես միացած լինեին, ուրեմն իրանք ցուցակի ստորագրությունները պետք է սկսել ոչ թե առաջի համարից, այլ 7-րդ համարից, որովհետեւ 6 պատգամավոր արդեն այդ նախաձեռնությանը միացել են։ Եթե իրանք դրան են միացել, ուրեմն պետք է ալեր արդեն 7-րդից Սեյրան Օհանյան, Արծվիկ Մինասյան, մյուսները ոնց որ ըստ հերթականության, բայց իրանք դա չեն արել։ Իրանք ոնց որ դուք ունեք էկրանի վրա այդ ստորագրությունը, իրանք նայեք իրանք ստորագրությունը սկսում է առաջի համար, չէ՞։ Սեյրան Օհանյան ու մյուսները։ Ու ընդ որում փակվում է, այսինքն 28-ից հետո իրանք ստորագրությունների տեղ չկա, այսինքն եթե հիմա որևէ պատգամավոր ուզենա այս ցանկում իր ազգանունն ավելացնի, իսկ տող չկա դրա համար նախատեսված։ Ոչ ամսաթիվ կա, ոչ վերնագիր կա, այսինքն ինչին է վերաբերում այդ ցուցակը, ինչ ցուցակ է սա։ Չէ, ասենք, օրինակ պատիվ ունեմինն է, գրեթե արտակնապես նույնն է, բայց դա մի փաթեթի առանձին մաս է կազմում, այսինքն Հայկ Մամիջյանը անտիֆեքի հիմնևնի մի թողարկման ժամանակ ամբողջական փաթեթը ցույց է տվել մեզ, ներկայացրել է, որ կա ազգային ժողովի որոշման նախագիծ, որտեղ կա վարչապետի թեկնածու, կա այդ նախագծի հիմնավորում եւ ահա այս 6 ստորագրությունները որպես այդ փաթեթի անբաժանելի մաս։ Հայաստան խմբակցության պայմաններում, այտենց նախագիծ, այտենց հիմնավորում, այտենց բան չկա։ Մենակ իրանց պատգամավորների ցուցակը ստորագրել, ասեք, ոնց որ օգնություն բաժանացել են, ասենք մարդիկ ստորագրել ստանան, այդպես բանել նման, չէ՞, ասենք որ սալերկային բաժանում, եթե մեն ասենք չեք են ստանում, ստորագրել։ Այդ այն ժամանակներն էր, որ կաթիփոշի բան։ Եղել է, չէ, ասենք ես որ մարզպետ եմ եղել, որ քաղաքացիներին ընդունելություն են անում օգնություններին պետական միջոցներից, որ հատկացնի ցուցակ են բերում, անուն ազգանուններ ստորագրած մարդը ստացել է իր օգնությունը, էլի։ Հիմա այդպես բայց ցուցակ է։ Սա անվստահության հետ բացարձակապես կապ չունի եւ չմիանալ այդ գործընթացին եւ հենց մի հատ պատրանք ստեղծել, որ իրանք միանում են, դա առնվազն ազնիվ չի, որովհետեւ այն պատգամավոր, օրինակ կարողին իրանք նաեւ սա կարող էր իրավական իմաստ ունենալ, եթե իրանք առանձին տեխնացու առաջադրեն, ասեն օրինակ պատիվ ունեմ, դուք առաջադրել եք Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը ձեր 6 հոգով, Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլյան, դուք ունեք ձեր նախաձեռնությունը, ձեր տեխնացուն այդ մոնմա, մենք էլ 28 հոգով սկսում ենք մեկ այլ երրորդ նախաձեռնություն, ինչ իրավունք ունեն, կանոնակարգը թույլ տալիս է։ Մենք էլ 28 հոգով սկսում ենք նոր նախաձեռնություն, մեր վարչապետի տեխնացուն, չէ, իրանց տեխնացուն չի, ենթադրենք ուրիշն էլ իրանց վարչապետի, բայց եթե իրանք դա չեն անում, ստացվում է, որ իրանց տեխնացուն մնում է սա,
որովհետև եթե падգամավորները ունեն անվստահություն հայտնելու իրավունք եւ դա չեն իրացնում, ստացվում է, որ իրանք վստահություն են հայտնում այս մեկին։ Այդպիսի դիրքորոշում այս պահին ազգային ժողովում ունի երկու խմբակցություն։ Չէ, դե Հայաստան խմբակցությունն էլ է կողմ Նիկոլ Փաշինյանի։ Ինչո՞վ արտահայտվում այդ կողմը լել է։ Ես թվում է մոտեցումների մեջ է զուտ։ Չէ, մոտեցումների մեջ չի։ Հայաստան խմբակ, ասեմ, падգամավորները տարբերվող կարգավիճակ խոսքով չի արտահայտվում, էլի։ Падգամավորի գործողությունները պիտի արտահայտվի իրավական process-ով։ Եթե օրինակ հիմա այս պահին ունենք փաստ, ազգային ժողովում երկու խմբակցության падգամավորներ կան, որոնք ոչ սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու, ոչ էլ միացել են որևէ այլ գործընթացի։ Դա ամբողջությամբ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները եւ Հայաստան խմբակցության падգամ։ Հիմա որ պահին որ Հայաստան խմբակցությունից թեկուզ մի падգամավոր գնամ եւ այն 7-րդ տողում գրի իր անուն ազգանունը եւ ստորագրի, ես դա ասել չեմ կարող։ Որտեղ ստացի, որ այդ падգամավորը միացել է այդ նախաձեռնությանը։ Կամ եթե այդ падգամավորը ինքը այս նույն 28-ի տակ դնեն ազգային ժողովի որոշման նախագիծ վարչապետի տեխնացու, ու այդ վարչապետի տեխնացուն ենթադրենք XY-յանն է, ես դա ասել չեմ կարող, որովհետեւ, բայց քանի դեռ դա այդպես չի, ես վստահ ասում եմ, որ այս պահին ազգային ժողովի երկու խմբակցություններ կան, որոնց կազմում ընդգրկված падգամավորներից ոչ մեկը ոչ նախաձեռնություն ունի վարչապետին անվստահություն հայտնելու, ոչ էլ միացել է մեկ այլ նախաձեռնության։ Արդյունքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս պահի դրությամբ, մեր զրույցի պահի դրությամբ վայելում է ազգային ժողովի 99 падգամավորների անվերապահ աջակցությունն ու վստահությունը։ Չի վայելում միայն Հովիկ Աղազարյանի, Հակոբ Աստայանի եւ պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորների վստահությունը, որովհետեւ նրանք սկսել են անվստահության գործ, ամենքը իր մասով։ Մյուսները ոչ սկսել են, ոչ էլ միացել են մեկ այլ գործ։ Եվ չանել դա ու գալ ներկայացնել, որ իրանք իբր դա արել են, դա ազնիվ չի։ Գիտեք, ես նաև բացի Հայաստան խմբակցության հանգամանքը, նաև մեկնաբանություններ կան համացանցում, որոնք քննադատում են եւ Հայաստանին եւ պատիվ ունևին, որ չեն միացել Հակոբ Աստանյանի եւ Հովիկ Աղազարյանի տեխնացուի։ Չէ, իրանք կարան չմիանան։ Հիմա նույն կերպ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Աստանյանը կարան չմիանան մյուս նախը, բայց իջալով կարան նաեւ միանան։ Այսինքն եթե դու իրանք նախաձեռնության հեղինակ են, դա չի նշանակում, որ իրանք այլ նախաձեռնության չեն կարա միանան։ Օրինակ հիմա կարող է ենթադրենք պայմանավորվեն իրար հետ, Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Աստանյանը միանա պատիվ ունեմի նախաձեռնությանը, այսինքն ստեղ էլ լինի 8 ստորագրություն, պատիվ ունեմն էլ միանա իրանց նախաձեռնության, ընդեղ էլ լինի 8 ստորագրություն։ Եվ կարծեմ դա տրամաբանական է կլինի, որովհետև իրանց երկուսի նպատակն է ոչ թե Էդմոն Մարուկյանի վարչապետ դարձնելը կամ Դավիթ Համբարձումյանի վարչապետ դարձնելը, այլ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է։ Հետևաբար, եթե իրանց 6 քվեն դրան չի բավարարում, 6 падգամավորի, մյուսին էլ երկուսը չի բավարարում, նշանակում է յուրաքանչյուրը պիտի իր հերթին քաղաքական պայմանավորվածություն ջանքեր գործադրի, որ հնարավորինս շատ մարդ միանա իրանց նախաձեռնությանը։ Հետևաբար նաև պիտի միմյանց հետ նորմալ նստեն, խոսեն պայման։ Եթե իրանց մտադրությունները ազնիվ է։ Իսկ եթե ասենք թե պատիվ ունեմի միակ նպատակը Դավիթ Համբարձումյանին վարչապետ դարձնելն է, նշանակում է իրանք կտանապես քննարկելու հարց չունեն մյուսներից, բայց պիտի որ այդպես չլինի։ Եվ ես կարծում եմ, որ կարող են նաև այդպես պայմանավորվածություններ լինել։ Նույնը վերաբերում է մյուսների միանալուն։ Իսկ Հայաստան խմբակցության падգամավորները կարան ունենան իրաց տեխնացու եւ գան ասեն, գիտեք ինչ, պատիվ ունեմ, մենք 28 հոգի ենք, դուք 6։ Ձեր 6-ով դուք գործը առաջ չեք տանի, քան մենք 20։ Ավելի լավ է եկեք միացեք մեր նախաձ, բայց իրանք դες բան չեն անում։ Ընդ որում պատիվ ունեմ մինչև տեխնացու առաջադրել է, հայտարարություն արած, որ իրանք նպատակահարմար են գտնում անվստահության գոր, խելամիտ են դա համարում, բայց սեփական տեխնացու այս պահին չունեն։ Եթե այլ առաջադրումներ կլինի, իրանք պատրաստ են դա պաշտպանել։ Ընդ որում լրագրողական հարցում ա եղել Հայկ Մամիջանյանին ճեպազորույցի ժամանակ։ Եթե Հայաստան խմբակցությունը ենթադրենք առաջադրի Ռոբերտ Քոչյանի տեխնացությունը, պատրաստ եք պաշտպանել։ Նա անվերապահ ասել է, որ այո։ Այդ տեխնացու որնի, այո, բայց նրանք առաջադրում չեն արել։ Հիմա իրանք առաջադրում չեն արել։ Այս մի խմբակցություն առաջադրում արել չեն պաշտպանում։ Այսինքն ի սկզբանե հայտարարի, որ իրանք չեն առաջադրելու, հետո ժամանակ ունեցան այնուամենայնիվ մտածելու չարեցին։ Հիմա երկու նախաձեռնություն կա, ոչ մեկին չեն միանում։ Ինչ է ստացվում, իրանք ուզածնով է։ Պարոն Ղազարյան, ես ներկայացնեմ Հայաստան խմբակցության մեկնաբանությունը, որպեսզի օբյեկտիվ լինի։ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասաց, որ խմբակցության 28 ստորագրությունները պատրաստ են, գրասենյակում դրված են, հա, գործընթաց սկսելու համար, բայց ես որքան հասկացա նրա խոսքից,
առնվազն 2 ստորագրություն է եւս անհրաժեշտ, որպեսզի գործընթացը սկսեն։ Իշխան Սաղաթելյանը կարա իրենց խմբակցության պատմության թանգարանի կամ հայ-հեղափոխական դաշնակցության պատմության թանգարանի համար նման ցուցանմուշներ պատրաստեն, տանեն դնեն իրաց գրասենյակներում, ցուցափեղկերի տակ, սեյֆերում եւ այլն։ Բայց դա անվստահության գործընթացի հետ կապ չունի։ Որպեսզի դա անվստահության գործընթացի հետ կապ ունենա, Իշխան Սաղաթելյանը պիտի գնա 7-րդ տողում ստորագրի Իշխան Սաղաթելյան, որտեղ գրած է այսպիսի տեղը, գնա այնտեղ ստորագրի Իշխան Սաղաթելյան, կստացի, որ ինքը միացել է անվստահություն հայտնելու գործընթացին, որ իրանք առանձին մի հատ օգնության ցուցակ են ստորագրել, տալ են դրել են իրենց սեյֆը, դա անվստահության գործընթացի հետ կապ չունի։ Կապ կարա ունենա, եթե կամ նորից եմ ասում, սեփական նախաձեռնություն ցուցաբերեն կամ գոյություն ունեցող նախաձեռնության միանը։ Հիմա ասեք նույն Հայաստան խմբակցությունը վերջերս հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի խորհրդով ու իշխանությունների այդ հակահայկական ժխտողական վերաբերմունքից ելնելով ստիպված եղան հեղինակել օրենքի նախագիծ, չէ՞, հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ։ Հիմա այդ օրենքի նախագիծը կանոնակարգի կարա լինի մի падգամավոր, կարա լինի մի քանի падգամավոր, կարա լինի խմբակցություն։ Հիմա Իշխան Սաղաթելյանը, որ միացել է այդ օրենքի նախագծին, իր ստորագրությունը մի հատ առանձին թղթի վրա ստորագրել է Արծվիկ Մինասյանի խմբակցության քարտուղարին, ասել է՝ «Մի անհանգստացի, Արծվիկ ջան։ Ես ստորագրել եմ, տարել եմ իմ սեյֆում, մի հատ առանձին թղթի վրա, ոչ վերնագիր կա, ես իմ ստորագրություն գրել եմ Իշխան Սաղաթելյան, ստորագրել եմ, իմ սեյֆում դրած է։ Այո, դու գնա ՔՊ-ի падգամավորների հետ խոսի, գնա ուրիշներին համոզի բեր, իմ համար մի անհանգիստ, որ պահին, որ դու սաղին համոզես, գա քվեարկության պահ, ալխայներ, ես գամ քվեարկեմ։ Ինչ կասի իրեն Արծվիկ Մինասյանը, չի ասի, ընկեր Իշխան, միանում ես այս նախաձեռնության, թե եթե միանում ես, կարգ գոյություն ունի, կանոն գոյություն ունի, ազգային ժողովի որոշման նախագծի տակ հեղինակի ստորագրություն պիտի լինի։ Եթե դու չես միանում, ուրեմն դու համահեղինակ չես։ Իսկ եթե միանում ես, ոչ թե իսկ պիտի հանձնարարություն տաս, ես հետամ ինչ անեմ, ուրիշի հետ խոսամ, ԿՊ-ի հետ խոսամ, այլ դու ինքդ որպես նախագծի համահեղինակ պիտի միասին այդքան սկսենք աշխատել, չէ՞, որ հաջողությունը լինի։ Բա Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը ժամանակին հեղինակել է պետական դրոշի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գիտեք քանի կողմ ձայներով ընդունվել է։ Միաձայն։ ՔՊ-ի ամբողջ խմբակցությունը կողմա քվեարկե։ Ծափահարել են, որ ընդդիմությունը եւ իշխանությունը միաձայն որոշում են կայացրել։ Այս գումարման Այս գումարման ազգային ժողովում Հայաստան խմբակցության ղեկավար ազգային ժողովի կայքում նայեք Աղվան Վարդանյանը հեղինակել է դրոշի մասին իհարկե շատ կարևոր հարց է, որովհետեւ ժողովրդին խոստացել էին, չէ, որ ընտրվելուց հետո քննարկեն թե դրոշ ոնց պիտի կախեն։ Ուղղահայաց ոնց պիտի լի հորը չափերը։ Այդ է այդ օրենքի բովանդակությունը։ Բայց եթե այդ հարցում դու գնացել ես ՔՊ-ի հետ համագործակցություն, քննարկել ես, չէ, օրենքի նախագծի հեղինակա, տալի է հանձնաժողովում ներկայացրել է, չէ։ Այդ այդքան կարևորական վարչապետին անվստահություն հայտնել է, բայց այդ մեկը ինչի՞ չեք անում։ Հիմա ցանկացած օրենքի նախագիծ, որ ընդդիմությունը հեղինակում, պետք է ՔՊ-ից կողմը լինեն, չէ, եթե չլինեն 34 կողմ ձայնով ոչ մի օրենք չի կարող ընդունվի ազգային ժողով։ Բոլոր որոշումների կայացման համար պետք է 54։ Եթե դուք ասում եք դա իրատեսական չի, դա հնարավոր չի, ՔՊ-ն երբեք չի անի, բայց դուք մնացել եք ընդ որ ինչ անեք։ Եթե ոչ մի օրենքի նախագիծ չեք կարող հեղինակեք, ոչ մի որոշում չեք կարող անցկացնեք, ձեր հիմնավոր տեսակետները չեք կարող առաջ մղեք, բայց մնացել եք ընդ որ ինչ անեք, փող ստանաք, շրջագայեք։ Բաղրամյանում 19 հասցեում աշխատասենյակ ունենաք։ Դրա համար են մարդիկ ձեզ ընտրել։ Հայաստան խմբակցությունը առաջադրել էր Մանվել Բադալյանի տեխնացիությունը մրցակցության պաշտպանության հանձնաժողովում։ Սեյրան Օհանյանը գնաց հանդիպեց Հայկ Կոնջուրյանի հետ, քննարկեցին, որ ՔՊ-ն անհրաժեշտ թվով ձայներ տա, որպեսզի Մանվել Բադալյանը ընտրվի։ Ընտրվել է։ Շատ կարևոր հարց է դա քան վարչապետի, բայց մի հարցում ինչի Սեյրան Օհանյանը չի պատրաստվում գնա Հայկ Կոնջուրյանի հետ հանդիպի, որպեսզի գնա նախ պիտի լինի նախաձեռնության հեղինակ, չէ՞, այսինքն ստորագրությունը դրած լինի, ոչ թե օգնության թղթի, այլ նախաձեռնության թղթի տակ, չէ՞, տարբերությունը դրանց է դա։ Եթե դնում է, նաև պիտի ինքը գնա, ասի մի խմբակցության ղեկավար, ես եմ, մեկը դու, լարիստ է։ Կառավարություն մենք падգամավորներ ենք, ինչի ենք падգամավոր, որովհետև կառավարությունը ծրագիր ունի, եթե ազգային ժողովը կառավարության գործունեության ծրագրին հավանություն չտար,
Ոչ Սերյան Օհանյանը կմնար падգամավոր, ոչ էլ Հայկ Կոնջորյանը, ազգային ժողովը լուծարվում, ասում է, եթե ազգային ժողովը հավանություն չի տալի կառավարության ծրագրին, լուծարվում ազգային ժողովը։ Հիմա ասում եմ մենք մնացել ենք падգամավոր, որովհետև կառավարությունը ծրագիր ունի։ Այդ ծրագիրը այնքան կարևոր է, որ պիտի կատարվի, չէ՞։ Բայց չի կատարվում։ Բայց որ չի կատարվում, մենք էլ Հայկ ջան միասին պիտի վերահսկենք կառավարության գործունեությունը։ Հիմա արի բացում ենք ծրագիրը, կարդում ենք, չի կատարել, ինչ պիտի անենք։ Բացում է սահմանադրություն, ասում է, եթե կառավարությունը չի կատարում իր գործունեության ծրագիրը, չի կատարում պետական բյուջեն, պետական բյուջեի հաշվետվությունը բավարար չի ազգային ժողովին, ազգային ժողովն իրավունք ունի կառավարությանը անվստահություն հայտնի։ Դրա համար ասում է Հայկ ջան, ստե արդեն 6 ստորագրություն կա, ես էլ եմ ստորագրել լա 7, դու ստորագրի թոլի 8։ Հակառակ դեպքում էսա պայքա, էսա անվստահության գործընթացի էությունը, ոչ թե հայտարարությունները։ Իսկ իրանք մտածում են, որ մենք բան են։ Այնքան միամիտ մարդ ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարող է մեզ խափի, ուրեմն իրանք է կարան։ Ոչ Նիկոլ Փաշինյանն է կարան, ոչ էլ ուրիշները կարան։ Ամեն ինչը այս երկիրը օրենք ունի, սահմանադրություն ունի, կարգ ունի եւ դրանով պիտի առաջնորդվի։ Հանրային ծառայողներն էլ կլինի падգամավոր, կլինի նախագահ, կլինի վարչապետ, նախարար, պարտավոր են մեր երկրի սահմանադրությանը, կարգին, օրենքներին ենթարկվեն։ Մենք էլ որպես քաղաքացի իրավունք ունենք ուշադիրել ենք, տեսնենք իրանք ինչով են զբաղվում եւ բարձրաձայնենք դրա մասին։ Ինչը որ ես իմանում եմ ձեր շնորհիվ։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում ինչն է խանգարում, որպեսզի այս բոլոր տարաձայնությունները մի կողմ տնեն, երկու ուժերը եւ համատեղ ջանքեր գործադրեն այդ երկու ձայնը նախ ստանալու համար եւ շարունակելու գործընթացը։ Երկու ձայնի խնդիր չի, նախ այդ գործընթացի համար անհրաժեշտ է 54, այդ 36-ը պետքա մոռանալ ընդհանրապես, երկու ձայնի պակասություն չկա հիմա։ Նախ հիմա այս պայդրությամբ կա ընդամենը երկու ձայնով մի հատ նախաձեռնություն Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան եւ պատիվ ունեմ մի նախաձեռնություն։ Նրանց պակասում է որոշման կայացման համար 52 ձայն, սրանց պակասում է մնացած ձայները, այսինքն 54-ն է չափման միավորը։ Իսկ որպեսի 54 լինի, այսինքն այս 6-ը պիտի հետո գումարվի 2, հետո գումարվի 28, հետո գումարվի եւս 18, մեկ էլ ելավ 54։ Այսինքն մինչև այս 6-ին 28-ը չգումարվի, 54 թիվ չի ստացվելու։ Հիմա պետքա այդ ով պիտի ապահովի, ասում են Էդգար Ղազարյանը կամ Նարեկ Մայլյանը, որովհետև իրանց մտքով անցե, որ պիտի անվստահություն։ Ոչ։ Այդ պարտականությունն է։ Նախագծի հեղինակ падգամավորները պիտի գնան մյուս падգամավորների հետ աշխատեն, քննարկեն, բարձրաձայնեն, գան հարցազրույց տան, եթե նորից ազգային ժողով, ընդ ուրիշ հարց քննա։ Հիմա 3 շաբթի օր ազգային ժողովի նիստ է չէ՞ լինելու։ Այս նախաձեռնության հեղինակները, երբ որ ազգային ժողովի նախագահը պիտի օրակարգ ներկայացնի, պիտի ձայն խնդրեն, ասեն, այդ չի, այն քո ասած օրենքի նախագծերը չի մեր օրակարգային հարցերը։ Մեր գլխավոր օրակարգային հարցը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Բերեք միասին քննարկենք, ստորագրենք, մտցնենք, տենանք անհրաժեշտ ձայները ապահովենք, դնենք քվեարկենք։ Չպիտի թողնեն, որ ընդ ուրիշ բանի մասին խոսակցություն։ Այդ իրանք կարան անեն։ Ես 3 շաբթի օրը չեմ կարա գնամ ազգային ժողովի նիստի, ինչ չեն թողնի։ Բայց Իշխան Սաղաթելյանին կթողնեն, որտեղ ինքը падգամավոր է։ Իսկ Իշխան Սաղաթելյանը ազգային ժողովի ամբիոնից վերջին անգամ խոսել է 3 տարի առաջ։ Ինչ քայլեր են ձեռնարկվում, ինչ տեղեկություններ ունեք մնացած ձայները ապահովելու համար, այսինքն առնվազն 20, եթե հաշվենք, որ 28 Չէ կարա նորից այսքան խոսում եք նորից այսպես հաշվեն 28 չկա։ Մարդիկ ասում են պատասխան։ Այ իրանց ասելով խոչի, բայց նոր մի ժամ հետ եմ ասում, որ իրանց ասելով չի։ Չկա այդ 28-ը։ Հիմա ինչ պիտի անենք, որ նախ այդ 28-ը լինի, հետո եւս մնացած 28-ները լինի։ Ինչ պիտի անենք։ Պիտի ես հիմա ինչ որ անում եմ, այդ պիտի անենք։ Շարունակեմ, որ մենակ ես չեմ կարող անեմ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր իրանց ձայնը տվել են տարբեր падգամավորների, պետքա պահանջեն, որպեսզի նրանք նախաձեռնեն եւ իրականացնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ու դրա համար եթե պարզ խոսքով բացատրելով իրանց այդ հանդիպումներով, չէ՞, ես հիմա գնում եմ ազգային ժողովել եմ գնում հանդիպումների, Հայաստան խմբակցության падգամավորները ընդունում են ինձ երբեմն պատիվ այդ բաները ԿՊ-ի падգամավորները փախնում են, վախենում են, չէ՞, մանրից խեմ վախենում, դու այսքան ինձ կանչել ես հարցազրույց, վախենալ բան չկա, չէ՞։ Դրանք վախենում են, հələ մի հատ ԿՊ-ի падգամավոր չի եկել նստի իմ հետ հանդիպան
զրուցելու, բայց կապ չունի, ինչքան էլ վախենան, ինչքան էլ դժվար լինի, նրանք պիտի գան այդ զորացը պիտի կայանան, նրանք պիտի լսեն։ Եվ եթե իմ միայնակ ջանքերը դրան օգուտ չտա, ես պետք է խնդրեմ մեր ժողովրդին, ասեմ, եկեք ինձ օգնեք։ Հենց ոչ մի բան չեմ ուզում, լուսամուտ պետք չի ջարդել, ճաղ պետք չի կոտրել, փողոց պետք չի փակել, ոչ մի բան պետք չի անել։ Հենց եթե խոսենք այդ մարդկանց հետ։ Հենց գնանք, որ Ռուբինյանը տենա, որ ես մենակ չեմ։ 50,000 մարդով եկել ենք, մի պահանջ ունենք, ասում ենք նստի խոսի։ Դրանք սովոր, հիշում եք այն անհետ կորած զինծառայողների ծնողները։ Մի ամիսա չէին կարող հանդիպեին Անդրանիկ Քոչարյանի հետ։ Անդրանիկ Քոչյանի երեսից իրանց զավակները դարձել են անհետ կորած պատերազմի մասնակից։ Հիմա Անդրանիկ Քոչյանը հանձնաժողովի նախագահ պաշտպանության անվտանգության հարցերի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ նրա գործողություններից տուժած մարդու հարազատը իրավահաջորդը ուզում է հետը հանդիպի է չի ընդունում Չուդլև զբաղված է, պիվա է խմում, չոլերում, երեք նկարը տեսան, պիվա է խմում, զբաղված է, մինչև այդ մարդիկ հավաքվեցի գրացին Բաղրամյան փողոցը փակին, որ ընդունի, ընդունելու ձերն գիտեք որն էր, իրանք նստել են դահլիճում իշխանությունները, ծնողներին տալել են նստացրել են օթյակ, են դպրոցականների տեղը, որպեսզի հանկարծ անհետ կորած զինծառայողի ծնողը շփման հնարավորություն չունենա, այսինքն դիստանցիան իր ու Անդրանիկ Քոչյանի, Ալեն Սիմոնյանի համ մեծը լինի, համ ապակու հետևիցը լինի, բանկի աշխատող են։ Ո՞վ են դրանք։ Այդ մենք են չէ թույլ տվել, որ իրանք այդ պահվածքը դրսևոր։ Բայց քաղաքացու ընդունելություն են հայտարարել, ասում են հարգելի ով ուզում է կարա գա Ռուբինյանի հետ հանդիպում։ Գրանցում եմ օրինական հեռախոսով զանգում եմ, ասում եմ ես քաղաքացի եմ, ուզում եմ գամ։ Գալիս ասում եմ ես քեզ չեմ ընդունում։ Ո՞նց է չես ընդունում։ Ոչ չես, դա քո գործը, դու ես հայտարարել այդ ընդունում։ Հիմա եթե ինքը այդ վերաբերմունքը դրսևորում է, մարդ կա որ կարա ինձ դրանում աջակցի, կարծում եմ որ կլինի, չէ՞, մանավանդ որ գիտեն, որ այդ մարդիկ գիտեն, որ Ղազարյան այդ գարը չի գնացել Ռուբինյանից աշխատանք խնդրի կամ 50,000 դրամ օգնություն խնդրի։ Գնացել է կարևորագույն հարցերը դնի Ռուբինյանի առ, ինչքան էլ ուզում է նա փախնի, մի օր բռնե բերելու են, չէ՞։ Այնքան ուխտեր կան, ասենք, վազվզում են ստենդը, եթե պետք է արդեն չէ, բնության մեջ էլի, ասենք, այն բաները ինչ են անում այդ կավբոյները, չէ, ասենք, այդ երկու բառերը հիմա ասենք, օրինակ կավբոյ, ձիերը արածած վազում են, այն կավբոյները նետում են, բռնում, բերում են, հետո վարժեցնում են, դարձնում են օգտակար կենդանի։ Մինչև այդ վայրի իր համար չի, ասենք, հիմա մեկը ուխտա, մեկը ընձուխտա, մեկը չի, եթե պետք է վարժեցնես մեթոդներ կա դրա համար, մարդկություն ասենք ինչով է այդ առաջընթացը ունեցել, որ ցանկացած կենդանի էլ հնարավոր է դաստիարակել, վարժեցնել առավել եւս մարդուն, Եվ ինչ դարձ։ Որտեղ մարդը նաև ունի գիտակցություն, բանականություն, որը հիմա եթե ինքը բնությունից դա չունի, ժառանգությունը խնդիրներ է ստեղծում, չգիտեմ, ազդեցությունների տակ է գնացել Թուրքիայը սովորել, չգիտեմ ինչ արել, բանածխե, բանախմե, չգիտեմ ինչ արել։ Բայց ի վերջո հիվանդներն էլ են բուժվում, կենդանիներն էլ են վարժեցվում, ամեն ինչն է կարգավորվում է։ Կարևորը մարդկության շահն է, մարդկության դրական հասարակության շահի համար, այո, գազանանոց են բացում, կենդանիներ լստում են, երեխեք հետ են նայում։ Այս դեպքում ձեր ձևակերպումը այն է, որ հասարակության շահը ձեզ իշխանությունը փոխելն է եւ դա հասարակության կենսական շահն է, որովհետեւ եթե այդ իշխանությունը չի փոխվում, այդ հասարակությունը մեկ է պարզում է զոհվում է, զոհվելուց հետո իրան իր տնից հանում են, այդ հասարակությունը Արցախի հասարակությունը չէ՞։ 150,000 մարդը ինչ ճակատագրի արժանացել, իրանց զավակներին զոհել է, գերեզմաները թողել է անդե, իրանց էլ իրանց տուն տեղից զրկել է, բերեք ցես թե փողոցները 50,000 դրամ չի ուզում տա։ Կենսականա, չէ՞, սրա պաշտոնավարումը իրանց ֆիզիկական գոյության համար կենսական, նույնը մեզ է, չէ՞ վերաբերում։ Մարդը տավուշում իր տանը ապրում է։ Ծնվել է, մեծացել է, այդ էլ է իր տունը։ Մեկ էլ էսի մի օր գնում է, ասում է, գիտես ինչ, քո տունը Ադրբեջանն է, ոչ օրենքա փոխվե, ոչ միջազգային պայմանագիր, ոչ մի բան չի փոխվե։ Եթե տավուշի, կիրանցի այդ բնակչի տունը, որտեղ այդ մարդը ծնվել ապրել է, մի օր եկել են ասել են Ադրբեջանը,
Այս ձեր ստուդիան դուք մտածում եք Հայաստան, հա? Դու հիմա եք մտածում, վաղը կլինի կասի Ադրբեջանը։ Հայաստանը եւ վերջ։ Հա, հետո մի օր կասի Հայաստանն է եւ վերջ, հաջորդ օրը կլիասի սխալվել եմ ես։ Սխալվել եմ։ Ներեցեք, Ադրբեջանը, բանը այն ինչ է իր ազգանունից մի հատ էլ մարդ կա, Փաշեզադեն։ Փաշեզադեն ասում է, որ Փաշեզադեն ասում է բանը։ Փաշեզադե թե Փաշազադե։ Բայց տարախի է տարբեր։ Ես Դետենցելում է Խաչատուրյան, Խաչատուրյան, հա հարց կա, որովհետեւ նրանց հայտարարությունները Չէ, դետենցելում աղբերներ են ելնում, այն Սասուն են, չէ, մեկը Խաչատուրյանն է, մեկը Խաչատուրյանը, դա լավ։ Պարոն Ղազարյան, բայց այդ նույն գյուղերի որոշ բնակիչները մեծամասամբ գնում են ԿՊ-ին են ձայն տալիս։ Ահ ոնց է ԿՊ-ին ձայն տալի։ Այսինքն ԿՊ-ն եթե իշխանության ղեկինա ստիպում ազդեցությունա թողնում, ոնց են ձայն տալի։ Այդ նույն տարածքները ոնց տվի։ Աշխարհի ոստիկանությունը տարան լցրին ընդե։ Այդտենց լնում է ձայն տալը, այդտենց լնում է պետություն ղեկավարել։ Ստիպողաբար վախեցնելով մարդկանց ճնշումներով, մեկին խաբելով, մեկին փող տալով, մեկին փողը ցույց տալով, չտալով, տես չեն անում։ Հետո նա իշխանության ղեկի չլինի մի օր։ Դրանք մի ձայն տվող կլինի։ Պարոն Ղազարյան, թվում է դժգոհությունը այսքան շատ է, եւ տեսնում ենք այսքան մարտահրավերներ, խնդիրներ Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Ինչն է ի վերջո խանգարում հանրային մեծ համախմբում իրականացնել։ Խանգարում է գաղափարի բացակայությունը, որովհետեւ մինչեւ հիմա այդ նույն Հայաստան դաշինքի падգամավորները, որոնք դիմադրության շարժման հեղինակներն էին, համակարգողի իշխան Սաղաթելյաններ, մեզ հանել էին փողոց ամիսներով, ասում էին հրաժարականի պահանջ ենք ներկայացնում։ Տենց էլ չհասան իրանց նպատակին, հələ դրա քաղաքական պատասխանատվությունը չեն կրել։ Ժամանակ գա էտել են կրելու, թե որտեղ իրանք ասում են մենք պրագմատիկ մարդիկ ենք, մենք մենակ անում ենք այն բաները, որի արդյունքին վստահ ենք։ Այսինքն ստացվում է, որ իրանք վստահ են ել, որ դա պրավալելու ու մեզ տարել են պրավալի։ Գաղափար չկա։ Հիմա իմպիչմենտի գաղափարը հենց այն գաղափարն է, որ մարդկանց միավորելու է։ Այսինքն կա գաղափար, կա դրա օրինական լուծման հնարավորություն, սահմանադրական լուծում, եւ ես վստահ եմ, որ մարդիկ այս գաղափարի շուրջ հիմա իրանք իմանալով որ այդ գաղափարը կա, փորձում են դրան դեմ արտահայտվեն, հակաքարոզչություն, նախ իրանք չմիանան այդ գաղափարին, հետո մի հատ քարոզչություն անեն, հետո ասեն, «Էսի Նիկոլի դեմ չեսի մեր դեմ է, դուք ձեզնից ինչ եք ներկայացնում, որ ձեզնից ձեր դեմ է բան արվի»։ Մի ասեք ձեր դեմ բան անեն, որ ինչ անեն մարդիկ։ Ինչ անեն ձեզ։ Մենք ասենք ենթադրենք մեկը հիմա ասենք դե Հայաստան դաշինքին թիրախավորում են, որ ինչ անեն։ Որ ինչ ելնեք դրանից։ Ինչ ուժ եք, ինչ եք ձեզնից ներկայացնում, որ նա ձեզ թիրախավորողները դրանից օգուտ ունենա։ Ընդամենը ձեզ ասում ենք ձեր պարտականությունը կատարեք, որպեսզի չթիրախավոր իրանք չեն գիտակցում, որ այս ամեն ինչը անելը իրանց օգտին է, չանելն է իրանց դարձնում թիրախ։ Ու փոխարենը դա հասկանան, անեն, իրանց հեղինակությունն է, ոնց որ պատիվ ունեմ է գիտակցեց, իդեպ շատ ուշ, որովհետև այն ինչ որ հիմա պատիվն ունեմ անում է, հիմա չպիտի աներ։ 2022 թվականի օգոստոսին պիտի աներ։ Այն ժամանակվանից եմ ես այդ հարցը բարձրաձայնում։ Բերել են, թողել են վերջի տարվան։ Էլի գոնե եկել են այդ գիտակցության։ Այն մյուսները սկետեր չեն ուզում անեն։ Ասում են, չէ, ընտրություն կլինի, ընտրությունով կհեռացնենք։ Հա, մի անգամ հեռացրել եք 21 թվականին, մի հատ էլ հիմա կհեռացնենք։ Ընտրություններում պարտված մարդը մտածում է նորից նույն տեխնացուներով, նույն կազմով, այդա նորից պարտվեն նույն մարդուն։ Դες բան կլինի։ Մյուս իրադարձությունները կխնդրեմ դրանց անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթվա ընթացքում արդեն հայտարարեց, որ Գարեգին երկրորդը պետք է ազատի Բեհարանը եւ պետք է ստեղծվի համակարգող խումբ, նաեւ նշեց չափանիշները, թե ովքեր կարող են ընդգրկվել այդ համակարգող խմբում, ինչպես կզարգանան ըստ ձեզ այս կոնֆլիկտի շուրջ։ Լսել է իմպիչմենտի գաղափար կա, ոգևորվել է թարս ճանապարհով է գնում, էլի չի հասկանում, որ այդ իմպիչմենտը իրանն է վերաբերում, ոչ թե Գարեգին վեհապարին։ Նա ով է, որ ընդհանրապես քննության առարկա դարձնի Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավարումը, ով է կաթողիկոսը, ովքեր են եպիսկոպոսներ, ովքեր են arczepiskopոսներ, ովքեր են ընդգրկված բարձրագույն հոգևոր խորհրդի կազմում, ովքեր են թեմի առաջնորդ, ով է նա։ Մեր երկիրը ունի սահմանադրություն եւ օրենքներ, ասում է սահմանադրությամբ յուրաքանչյուր պաշտոնյա
իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որի համար լիազորված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Բացում է սահմանադրությունը եւ կառավարության կառուցվածքի գործունեության կարգի մասին օրենքը։ Վարչապետը այդպես լիազորություն չունի, ընդհանրապես մտքով անցնի։ Հիմա վարչապետը ի՞նչ է պարտավոր անի։ Կատարի կառավարության ծրագիրը։ Բացում է կառավարության ծրագիրը եկեղեցու հետ հարաբերությունների մի կետ դրա մասին չկա, որ ինքը ժողովրդին խոստացած լինի, որ ես գալիս եմ, այդհամ հանձնաժողով ստեղծեմ, կաթողիկոս ընտրեմ։ Դες բան ընդ գրած չի, իրավունք չունի ունենա։ Բացում ես խղճի, կրոնի, ազատությունների, կրոնական կազմակերպությունների մասին օրենքը։ Այնտեղ ասում է, որ ցանկացած կրոնական կազմակերպություն դա առանձին իրավաբանական անձ է, ոչ ոք իրավունք չունի այդ իրավաբանական անձի գործունեությանը միջամտելու, դա օրենքով է կարգավորում։ Բացում ես առանձին օրենք կա, որը վերաբերում է ոչ թե ընդհանուր կրոնական կազմը, այլ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենք 2007 թվի ընդունված։ Ընդ ընդհանրապես հարց առաջանում, այս սրան այդ իրավունքներն ով է տվել, որպես ես ձեզնից մեկն եմ եւ եկեղեցու հետևորդ եմ, Փաշինյան։ Նախ առաջին ինքը եկեղեցու հետևորդ չի։ Եկեղեցու հետևորդը դες ասելով չի լինում։ Եկեղեցու հետևորդը պահիմա վաղը Կիրակի օր է։ Ես առավոտը ծոմ եմ պահելու, այդ իմ ավանդույթն է, քիչ եմ խախտում։ Ծոմ եմ պահում, առավոտը գնում եմ պատարագի մասնակցում եմ, մեղքերի թողության եմ մասնակցում եւ հաղորդություն եմ ստանում։ Ովքեր այդ պահին եկեղեցում են, ծոմ են պահ եկել են պատարագի, նրանք այդ եկեղեցու հետևորդներ են։ Իսկ այդ եկեղեցու հետևորդները, նրանք այդ խոնարհի առաջ խոնարհ են։ Այդ հոգևորականներից օժնություն են ակնկալում, ոչ թե գնում քննարկում են, թե ով այսօր պատարագի չէ, ասեք եթե ես հավատացյալ եմ գնում եմ պատարագի, գնում եմ քննարկեմ, թե ով այսօր պատարագը մատուցի, դա իմ ինչ գործն է։ Բայց եկեղեցին դրա համար է, որի, այսինքն եկեղեցու զավակը, այդ եկեղեցու կարգին, կանոնին, ավանդույթին ենթարկում առավել եւս, որ այդ ավանդույթը 1700 տարվա պատմություն ունի, ոչ թե 7։ Ինքը 7 տարվա հանրային ծառայող իր պարտականությունները չի կատարել։ Եկել է 1700 տարվա ավանդույթ ունեցող եկեղեցում կարգ է ուզում սահմանի։ Այն դեպքում, որ ինքը եկեղեցու հետ կապ չունի։ Եկեղեցու զավակը այդտեղը եկեղեցում օժնություն է ստանում, այդտեղը եկեղեցում փսակադրվում է։ Հələ հարցուր ասա դու փսակված ես եկեղեցում։ Որևէ քահանա օժնել է քո ամուսնությունը։ Եկեղեցու զավակը եկեղեցու տոների նկատմամբ ցնծություն է ունենում, մասնակցություն է ունենում։ Հələ հարցուր ասա եկեղեցու զավակ հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան պատարագին եղել ես դու։ Հունվարի 6-ին որտե էսել է։ Արագածոտնի մարզի մի գյուղում խոնարհված եկեղեցում, որ ոչ գմբեթ ունի, ոչ խորան ունի, ոչ քահանա ունի։ Արագածոտնի մարզի երաշտական դպրոցի սաների համերգ, որը լսում է Արագածոտնի ջոյպետն ու ինքը։ Դες եկեղեցու զավակ ալու, ի՞նչ կապ ունի ինքը մեր եկեղեցու հետ։ Ես ինչ աղանդավոր է, ինչ է, շատ իմանամ, ինչ է։ Ինչ կապ ունի մենք։ Մի հատ էլ հանձնաժողով ստեղծի պահանջներ է դնում, թե այդ պահանջները ով որոշեց, ոնց են ստուգելու այդ պահանջները, ասում է պիտի 10 հոգու ես ընտրեմ, դրանք պիտի ասում է պահ պահած լինեն։ Ոնց է ստուգելու, ասեք այդ մարդը պահ պահել է, թե չէ։ Այդ պահքը ունենում է երկու բաղադրիչ, չէ, հոգևոր եւ սննդային։ Սննդային ցանկացած բան ստուգելու ձևը անալիզն է։ Այդ նշանակում է 10 հոգին իրանց անալիզները երկու տեսակի անալիզ ալում սննդայինին։ Մեզի եւ Էմյուսը։ Պիտի բերեն փաստորեն դնեն ինքը հոտոտի ստուգի։ Տենա, ասենք դրա մեջ ձվի կամ կաթի բան զգումա թե չէ։ Գոնե 10 հոգուն ինքը պիտի անի, չէ։ Ես սպասում եի, որ կուսությունը ստուգելու կետեր պետք է լինի, բայց չկար այդպիսի կետ։ Ակա ոչ չկա։ Ասում է, եթե ասում է հոգևորականը կուսակրոնա, պիտի իր ուխտը խախտած չլի։ Դե հիմա ստուգի, ինքը էլի, տենա ոնց է ստուգում։ Եթե ասենք տղամարդը լավ անշնորհ բան է ստացվում։ Եթե կա այդպիսի պրակտիկա։ Դե իրա պիտի հարցնենք։ Կամ էլ իր համար մի հատ այնպես վստահելի մարդ պիտի լինի, որ ասել եմ տար ստուգի, բերինձ ասա, խիստ վստահելի մարդ պիտի։ Գիտեք, ֆեմինիստներն են ուրախացել, որ վերջապես տղամարդկանց կուսության հարցնել է հանրային քննարկման առարկա դարձել։ Դե հիմա խառնել է մեր երկիրը, ինչ ասեմ։ Հիմա ասեք թե իր վստահելի մարդը պիտի տանի բերի, ասի, էսի լավ էլ գիտեր որոնից հետո է։
Դա հաստատ խախտած կլինի։ Ու սրան մի վերցրու, M1-ին վերցրու, M1-ը անփորձ էր։ Տեր-Պետրոսյանն իդեպ հայտարարեց, որ վերջին իր մեկնաբանությունը, որ եթե ռուսաց կայսերը հաղթահարեց հայ ժողովուրդը 1903-ին, երբ հալածանքներ սկսվեցին մեր եկեղեցու դեմ, դա ինչ է, որ չհաղթահարի։ Ես կարծում եմ, ես հույս ունեմ եւ Վեհապար Հայրապետի օտանավականում դիմավորելու այդ ինքնաբուխ ակցիան, որը կարճ ժամանակահատվածում մարդիկ ուղակի մեծ բազմությամբ հավաքվեցին, ենել ուշ ժամի գիշերվա կես գիշերից հետո առանց ենթակառուցվածքների, ասենք օտանավական այդ ժամին գնալու համար ոչ տրանսպորտ կա, ոչ մետրոյի մոտա, ոչ կեսը ոտով, կեսը, չգիտեմ, մի քանի հոգով մարդ ճարեն իրար հետ աղվում ենք, օրինակ 4-5 հոգով մի մեքենայով գնացել եք Մասիսից են գնաց։ Ասենք այդ բազմությունը նաև ցույց տվեց, որ սա գործ չունի, այսինքն մեր ժողովուրդը, որ հենց եկեղեցին է ամբողջ ժողովուրդը, հավատավոր ժողովուրդը, թույլ չի տալու այս բարբարոսությունը, առավել եւս, որ դրա մեջ ազնվության տար գոյություն չունի։ Հələ հիշեք Եվանից է սկսել այդ ամեն ինչը։ Այդ նույն Փաշազադեի ելույթից հետո մայիսի 22-ից եւ մեր կաթողիկոսի Շվեյցարիայում ելույթից մայիսի 28-ի ելույթից հետո մայիսի 28-ին Շվեյցարիայում կաթողիկոսի ելույթից հետո մայիսի 20-ին կառավարության նիստից սկսեց հարձակվել մեր եկեղեցի։ Այսինքն ակնհայտ է, որ սա ադրբեջանցիների եւ թուրքերի պահանջն է, ընդ որում կաթողիկոսի ոչ միայն որպես Վեհապար Հայրապետի, այլ նաեւ որպես մեր ժողովրդի արժանավոր զավակի, առաջնորդի ցուցաբերած հայրենասիրական նաև գործունեության համար։ Այսինքն ինքը կաթողիկոսը թիրախավորվել է իր հայրենանվեր, ժողովրդասեր, ազգասեր, եկեղեցասեր գործունեության համար։ Մենք բոլորս դա տենում հասկանում ենք, չէ՞։ Ոնց է թույլ տանք, որ ինքը մի քանի աղանդավոր հավաքի, հետա դրանց եղած չեղածը հոտոտի գա այդ հանգնի մեր ժողովրդի հետևից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական եւ թուրքական հետք տեսնողները այս իր հայտարարությունների մեջ կեղծավորներ եւ փարիսեցիներ են։ Ամսաթվեր կա։ Ամսաթվեր կա։ Բայց եթե դու մեղադրում ես Վեհապարին, ասում ես Վեհապարը զավակ ունի։ Ամս 28-ին է ծնվել այդ զավակը։ Քո իմացածը։ Նախ դու ինչ գիտես։ Ինչ գործ ունես իմանաս, չէ՞։ Մեր Վեհապարը նաև Հայաստանի քաղաքացի, ոնց որ մենք, որից յուրաքանչյուրի անձնական տեղեկությունները սահմանադրությամբ երաշխավորված օրենք կա անհատական տվյալների պաշտպանության մասին։ Նա ուզում եմ իմանամ դու որ դից գիտես։ Ասում եմ, եթե հերքի ես կապացուցեմ։ Մի րոպե, այսինքն դու պետք է մարդու մասին զրպարտություն տարածես, մարդը հերքի, ես էլ ասում եմ դու Էլչիբեի տղան ես։ Դες էլ շեշ կա նմանա։ Հələ թրաշվելա մի քիչ տարբերվում է։ Ես չմեկնաբանեմ, էլի։ Ես կասկած եմ հայտնում։ Ես որովհետև ամսաթվերն էլ է բռնում։ Էլչիբե 75 թվին եղել է ձերբակալված որպես այլախոհ, 74 թվին եղել է ազատության մեջ։ Ինքը ծնվել է 75-ին, այսինքն ինչ որ ելել է 74-ին։ Էլչիբե ազատության մեջ եղած ժամանակ։ Հիմա այն նկարները, իր նկարը Էլչիբեի հետ իրար կողք, իր նկարը Վովայի հետ իրար կողք, որին է նման։ Անդե քննարկելու բան չկա, է։ Աղբերերը նման չի։ Հիմա ես ասում եմ թե գնա երկի, Էլչիբեին գերեզմանից հանեք, արտաշիրիմում արեք, դնթ արեք, ստուգ մինչև չետաս Էլչիբեին, արտաշիրիմում չանես, դնթ-ն չստուգեք, բերեք, ընդ որում միջազգային լաբորատորիա, որ Ադրբեջանինը չլի, Հայաստանինը չլի, մի հատ գերմանական լաբորատորիա, մինչև չանեք, չբերեք, չիմանան, ոչ չի, ուրեմն դու Էլչիբեի տղան ես։ Այսինքն դες մի բան ասես, ասես դե գնա երկի, բեր մեծ ապացույց դες բան ալնում։ Բայց երբ ես իմացե։ Բա որ շուտ ես իմացե։ Հիմա ինչ ես խոսում։ Այդ խոսույթը տնչի է սկսե ամսի 28-ից։ Ինչպես գնացել նրա խաչը պաչը, նկարները։ Ընդունել ես այդ եկեղեցուն, ինքդ գնացել ես ժամանակին մինչև այդ եկեղեցու դեմ պայքարի դուրս գալը։ Բա ինչ ես արել այդ ամեն ինչը։ Բայց այդ որ պահից սկսեցիր հակառակն անել։ Ամսաթվեր կա, չէ՞։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, պարոն Ղազարյան։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում ենք հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։